Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային ժողովին առաջարկել է այսօր հուլիսի 1-ին ժամը 11-ին գումարել ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ներառված է 22 հարց, պայմանավորված այն հանգամանքով, որ հունիսի 17-ից գումարված արտահերթ նիստը ավարտվել է հունիսի 19-ին, օրակարգային 16 հարց, որոնք հրատապ էին, չէինք հասցրել քննարկել, ինչով պայմանավորված դրանք ներառվել են այս արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Այս հարցերի հիմնական մասը համարվել էր անհետաձգելի, հանձնաժողովների նիստերի քննարկման ժամանակ ներկայացվել էին հրատապության հիմնավորումները եւ հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ։ Նույնիսկ առաջարկվել էր դրանք քննարկել 24 ժամանոց ընթացակարգով։ Նշվածով պայմանավորված առաջարկում եմ այս խումբ հարցերի քննարկման հրատապությանը չանդրադառնալ։ Նշված 16 հարցերի մեջ ներառված են նաև համաձայնագրեր եւ միայն երկրորդ ընթերցման նախագծեր։ Ըստ այդմ անդրադառնամ օրակարգային մյուս հարցերի հրատապության հիմնավորմանը։ Օրակարգային առաջին հարցի տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի հրատապ ընդունումը անհրաժեշտ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում կառավարության համար օրենքով սահմանված լիազորության շրջանակում մշակել եւ իրականացնել աջակցության ծրագրեր տրանսպորտի տարբեր տեսակներով, ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով։ Առկա է հրատապ անհրաժեշտություն, քանի որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործընթացը, այդ թվում միասնական երթուղային ցանցի ներդրումը, կանգ է առնում ներդրումների բարձր ծախսերի եւ բիզնես ռիսկերից պայմանավորված մրցույթների բացակայության պատճառով։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթով լուծվում են այն բացերը, որոնք կարող են շարունակաբար առաջացնել սոցիալական դժգոհություն, անհարմարություններ քաղաքացիների համար եւ տնտեսական կորուստներ համայնքային բյուջեների համար, ինչպես նաեւ անհրաժեշտ է շտապ լուծումներ տրամադրել իրավական հակասությունների վերացման, միասնական վճարային համակարգի ներդրման եւ համայնքների ինքնավարության լիարժեք ապահովման ուղղությամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի եւ հարակից օրենքի նախագծի հրատապ ընդունումը պայմանավորված է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտի իրավական կարգավորման բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ, հատկապես այնպիսի իրավիճակներին արձագանքելու մասով, երբ հետևանքները կարող են վտանգել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հանգեցնեն բազմաթիվ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։ Հետևաբար նման ճգնաժամային իրավիճակները բացառելու անհրաժեշտություն ելնելով նպատակահարմար է նախագծերի փաթեթը ընդունել հնարավորինս հրատապ։ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման օրակարգով եւ դրանց համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովման անհրաժեշտությամբ։ Նախագծերի փաթեթը ծավալուն է, մինչև երկրորդ ընթերցում բավարար ժամանակ ունենալու եւ աշխատելու համար առաջարկվել է նախագծերը քննարկել առաջին ընթերցմամբ։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթի հրատապության վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ՀՀ ընտրական օրենսգիր 20-ական օրենքի 120-րդ հոդվածի առաջին մասի համաձայն համայնքի ղեկավարի եւ ավականու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև 4 անգամ։ Համայնքի ղեկավարի եւ ավականու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 127-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն համամասնական ընթացակարգով անցկացվող համայնքների բացառությամբ Երևանի ավականների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օրից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ քան 70 օր առաջ։ Օրակարգային 13-րդ հարցի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքի նախագծի փաթեթը նպատակ է հետապնդում թեթևացնելու հատկապես Երևան քաղաքի խցանումները, իսկ խցանումների թեթևացման հարցը կարծում եմ համաձայն եք, որ օր առաջ պետք է կարգավորվի։ Ուստի նախագծերի ընդունման հրատապությունը կապված է վերը նշված հիմնավորումների հետ։ Այսքանն է, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։